Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր դասն է Unit 10B Practice Your Reading։ Պետք է զարգացնենք բանավոր խոսքը։ Եվ այսօրվա մեր բանավոր խոսքի զարգացման թեման է տարվա եղանակներ, Do you know the seasons։ Ինչպես կլինի եղանակ անգլերեն, ինչպես կլինի եղանակ հայերեն, տարին քանի եղանակ ունի, որոնք են տարվա եղանակները, տարին քանի ամիս ունի, քանի ամիս ունի յուրաքանչյուր եղանակ, որոնք են գարնան ամիսները, որոնք են ամռան ամիսները, որոնք են աշնան ամիսները և որոնք են ձմռան ամիսները։ Եղանակի թեման մեր կյանքի անբաժանելի մասն է կազմում և մենք պետք է ունենանք բառապաշար և քերականական գիտելիքներ մեր մտքերը արտահայտելու, երկխոսելու համար։ Եվ այսպես թեման տարվա եղանակներ, The Seasons։ Եկեք համեմատենք անգլերեն season և հայերեն եղանակ բառերը։ Հայերեն եղանակ ասում ենք և տարվա եղանակին և օրվա եղանակին, օրինակ այսօր շատ լավ եղանակ է և այս տարի շատ բարենպաստ եղանակ էր գյուղատնտեսական աշխատանքների համար, երկու դեպքում էլ գործածեցինք եղանակ բառը։ Իսկ անգլերենում տարվա եղանակը կասենք season, իսկ օրվա եղանակը կասենք weather։ Ուրեմն season տարվա եղանակ, weather օրվա եղանակ, չնայած այս դասին մենք խոսում ենք միայն տարվա եղանակի մասին։ Հիմա 5-րդ վարժություն read and practice, պետք է կարդանք և վարժվենք։ There are 4 seasons in a year։ Հիմա նայեք ինչպես ենք թարգմանում։ Հայերեն ասում ենք տարին ունի, սկսեցինք այսպես, տարին ունի 4 եղանակ, անգլիացին ասում է there are 4 seasons in a year, նախադասությունը սկսում է there are-ով, եթե իրենք ասում են կան 4 եղանակներ տարվա մեջ, բառացի այսպես է թարգմանվում, ուրեմն նախադասությունը սկսվեց there are-ով, հիշենք, որ եթե կա բառը կա կամ հոգնակի կան բառերը կան, ուրեմն նախադասությունը սկսում է անպայման there are-ով, այլ ձևաչափով սխալ կսկսել նախադասությունը։ Հաջորդ նախադասությունը They are winter, spring, summer and autumn։ Նախադասությունը սկսեցինք they are-ով, երբեմն շփոթում են, թվում է թե սխալ է գրված այստեղ, առաջին նախադասությունը there are, հետո they are, սխալ չէ, սա ճիշտ նախադասություն է, եթե առաջին նախադասությունը կոչվում էր կան, there are, երկրորդ նախադասությունը they are, առաջին նախադասության դեպքում there ցուցական դերանուն է հոգնակի թվով, երկրորդ նախադասության մեջ they are անձնական դերանուն, երրորդ դեմք հոգնակի թիվ և օժանդակ բայը are։ Ուրեմն they are winter, spring, summer and autumn թարգմանելու են, դրանք են ձմեռ, գարուն, ամառ և աշուն։ Նորից սկզբի նախադասության ման There are 3 months in one season։ Յուրաքանչյուր ամսվա մեջ կա 3 ամիս։ December, January and February are winter months։ Դեկտեմբեր, հունվար և փետրվարը ձմռան ամիսներն են։ March, April and May are spring months։ Մարտ, ապրիլ և մայիս ամիսները գարնան ամիսներն են։ Summer months are June, July and August։ Ամռան ամիսներն են հունիս, հուլիս և օգոստոսը։ Autumn months are September, October and November։ Աշնան ամիսներն են սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր։ Կարմիրով գրված է Remember the new words։ Հիշեք նոր բառերը։ Այս առաջին բառը seasons, եղանակներ, երկրորդը months, ամիսներ։ Ուրեմն season-ի տակ գրված է 4 եղանակը. winter, spring, ձմեռ, գարուն, summer, ամառ, autumn, աշուն։ Կարդացի o, a-յու տառերը կարդացի o, իսկ վերջին n չեն կարդում, autumn։ Հիմա անցնում ենք ամիսներին։ January, հունվար, February,
փետրվար, մարտ, ապրիլ, մեյ, մայիս, ջուն, հունիս, ջուլայ, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դիսեմբեր, դեկտեմբեր։ Վարժություն 6. Պետք է վերացնենք նախադասությունները։ There are 4 seasons in a year. Այստեղ seasons։ Հաջորդը The seasons are եղանակները որոնք են spring, summer, autumn and winter։ Շարունակում ենք There are 3 months, այստեղ months, ամիս in one season։ Winter months are December, January and February. Spring months are գարնան ամիսները March, April and May. Summer months are June, July, August. Autumn months are September, October and November.